Հանրապետության հրապարակում շարք են կանգնել նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները։ Այսօր ենթադրաբար տեղի կունենա ոչ միայն նոր տրանսպորտային միջոցների շնորհանդեսը, այլև համեր։ Երևանի Ամիրյան փողոցում նաև վաճառքի փոքրիկ տաղավարներ են տեղադրվում։ Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։ Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական եւ քաղաքակրթական ազգ է, եւ Իրանը միշտ եղել է նրա կողքին, ասված է դեսպանության X-ի էջում։ Օրերս իսրայելական Կան 11 պետական հեռուստաընկերությունը Եվրատեսիլ 2026 մրցույթի կիսաեզրափակիչի կադրերից մեկում Հայաստանը ներկայացրել էր ադրբեջանական դրոշով։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ակտիվորեն պատրաստվում են Իրանի դեմ հարձակումների հնարավոր վերսկսմանը, հաղորդել է The New York Times-ը, հղում անելով Մերձավոր Արևելքի իր աղբյուրներին։ Երեքշաբթի պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները պատրաստ են իրականացնել ԱՄՆ նախագահի ցանկացած որոշում, այդ թվում հակամարտության սրման վերաբերյալ։ Նա հրաժարվել էր լրացուցիչ մանրամասներ տրամադրել, հղում անելով լսումների ոչ գաղտնի բնույթին։ Թերթը նշել է, որ եթե ԱՄՆ նախագահը որոշի վերսկսել հարվածները, հնարավոր է իրանական ռազմական օբյեկտների եւ ենթակառուցվածքների ավելի ագրեսիվ ռմբակոծություն։ Այս գիշեր իմ հրամանով ամերիկացի զինվորները եւ Նիգերիայի զինված ուժերը իրականացրին չափազանց բարդ գործողություն, վերացնելու աշխարհի ամենահայտնի ահաբեկչին Աբու Բիլալ Ալ-Մինուկին, իսլամական պետության համաշխարհային կառույցի երկրորդ դեմքին։ X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այս հզոր ահաբեկիչը փորձել է թաքնվել Աֆրիկայում, սակայն Նիգերիայի ուժայինների հետ համատեղ գործողությամբ ամերիկյան կողմը բացահայտել է նրա թաքստոցը։ Նրա հեռացմամբ Դաիշի գլոբալ գործողությունը զգալիորեն կնվազի։ Շնորհակալություն Նիգերիայի կառավարությանը այս գործողության շրջանակներում ձեր գործընկերության համար, գրել է Թրամփը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ից 20-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում, տեղեկությունը հաստատել է Կրեմլը։ Երկու առաջնորդները կքննարկեն իրենց երկրների միջև հարաբերությունները եւ համապարփակ գործընկերության ու համագործակցության ամրապնդումը։ Բանակցություններից հետո նրանք նախատեսում են ստորագրել գագաթնաժողովի համատեղ հայտարարություն եւ երկկողմ փաստաթղթեր։ Պուտինն ու Ցիմփինը կմասնակցեն նաեւ Ռուսաստան-Չինաստան կրթության տարիների բացման արարողությանը։ Չինաստանի նախագահը ընդունել է ԱՄՆ առաջնորդի հրավերն ու աշնանը կմեկնի Վաշինգտոն, հայտնել է Չինաստանի արտգործնախարարը։ Վան Ին ասել է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրները Չինաստանն ու ԱՄՆ-ն փոխկապակցված են եւ ոչ մեկը չի կարող առանց մյուսի։ Նրա խոսքով երկու երկրների միջև առճակատումը կարող է աղետալի լինել երկուսի համար էլ։ Ամերիկյան պատվիրակության անդամները, որոնք պաշտոնական այցով գտնվում էին Չինաստանում, հայրենիք վերադառնալուց առաջ ստիպված են եղել հանձնել բոլոր ստացած նվերներն ու հուշանվերները։ Այս մասին հայտնել է New York Post-ի լրագրող Էմիլի Գուդինը։ Ըստ նրա, ԱՄՆ ներկայացուցիչներից վերցրել են բացարձակապես ամեն ինչ, ինչ նրանց տվել կամ նվիրել էին չինացի պաշտոնյաները։ Նույնիսկ հավատարմագրման բեյջերը, կրծքանշանները եւ մեկանգամյա օգտագործման հեռախոսները։ Չինաստանից ոչինչ չի թույլատրվել բարձրացնել օդանավ։ Այդ իրերը պատվիրակության անդամները նետել են օդանավասանդուղքի մոտ տեղադրված աղբամանը, նշել է լրագրողը։ Ամերիկյան հատուկ ծառայությունները մտահոգություն են ունեցել, որ չինական կողմը կարող էր նվերների կամ աքսեսուարների մեջ տեղադրել գաղտնալսող սարքեր կամ լրտեսող այլ տեխնիկա։ Ուշագրավ այս տեղեկությունը ըստ վերլուծաբանների նորից ընդգծում է գերտերությունների միջև առկա անվստահության բարձր մակարդակը, երբ նույնիսկ սովորական կրծքանշանը կարող է դիտարկվել որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Իսրայելի եւ Լիբանանի միջև նոր հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել 45 օրով, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Մայիսի 14-ին եւ 15-ին ԱՄՆ-ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի եւ Լիբանանի միջև, գրել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։ Իսրայելի եւ Լիբանանի միջև արդեն 2 ամիս շարունակվող պատերազմը իբր թե դադարեցվել էր ապրիլի 16-ին, սակայն Իսրայելը պարբերաբար խախտում էր հրադադարը։ Ավելի քան 60 օրյա ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը գրավել է Լիբանանի տարածքի 5-ից 6%-ը, փախստական դարձրել մոտ 50 բնակավայրերի մի քանի 100,000 մարդու, զոհերի թիվն անցնում է 3,000-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճելն իմաստ չունի։ Նման իրավիճակում վիճելու իմաստ չկա, եթե նայենք նրանց, ովքեր դա արել են, նրանց բախտը չի բերել, ասել է Մերցը, պատասխանելով հարցին, թե նա օգտագործում է որևէ միջոց Թրամփի հետ զրույցների ժամանակ հանգստությունը պահպանելու համար։ Որպես օրինակ նա նշել է Վլադիմիր Զելենսկու և Թրամփի միջև 2025 թվականի փետրվարին տեղի ունեցած վիճաբանությունը, երբ ԱՄՆ առաջնորդը կոշտ քննադատել է Զելենսկուն և նա ստիպված է եղել ժամանակից շուտ լքել Սպիտակ տունը։ Մերցը նաև նշել է, որ փորձում է հարմարվել զրուցակիցներին։ Թրամփի և Մերցի միջև տարաձայնությունները սկսվել են ապրիլին, երբ Գերմանիայի կանցլերն արևմտյան երկրների մեղադրել է Իրանի ուժերը սխալ գնահատելու համար։ Դրանից հետո ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերը զզվելի է աշխատում և նրա օրոք Գերմանիան բախվում է բոլոր հնարավոր խնդիրներին։